Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում։ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում։ Պարոն Մադուրոն չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում, իսկ պարզ ամեն ինչ։ Իրենք նույն հաջողությամբ կարող էին օրինակ Հովհաննես Այվազովսկիին առաջադրել որպես վարչապետի թեկնածու։ Իշխող ԿՊ-ում համոզված են Սահմանադրության 148-րդ հոդվածը փոխելու եւ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին վարչապետ ընտրելու Կարապետյանների պլանը չի աշխատի։ Խորհրդարանի փոխնախագահ ԿՊ վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը պնդում է. Սահմանադրության վարչապետին վերաբերող հոդվածը հնարավոր չէ փոխել, քանի դեռ նախագահի կողմից վարչապետ նշանակված չէ։ Այսինքն ըստ Ռուբինյանի սկզբից պետք է վարչապետը նշանակվի, հետո օրենքը փոխվի եւ ոչ թե հակառակը։ Ընտրություններից հետո քաղաքական մեծամասնության կազմավորումից հետո անհապաղ նախագահը նշանակում է մեծամասնության ներկայացած վարչապետի թեկնածուին։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Ընտրություններից 20 օր անց ազգային ժողովի առաջին նիստին անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ։ Ըստ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի առաջին նստաշրջանի օրակարգը ֆիքսված է, կա 5 հարց։ Այժմ նախագահի ընտրություն, փոխնախագահների ընտրություն, հանձնաժողովի նախագահների ընտրություն, այս հարցերը մինչև չքննարկվեն, որևէ այլ նախագիծ ազգային ժողովը չի կարող քննարկել։ Բայց որպեսզի այս հարցերը քննարկվեն, պիտի լինի նշանակված վարչապետ։ Հետևաբար Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Սահմանադրության 149 հոդվածի համաձայն նախագահը նորընտիր ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Սա նշանակում է, որ մեծամասնության վարչապետը նշանակվում է հենց առաջին նիստին։ Ինչ վերաբերում է առաջին նստաշրջանի օրակարգին, ապա այն հստակ է։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 33-րդ հոդվածը հստակ սահմանում է. առաջին նստաշրջանի օրակարգում կարող է լինել միայն մեկ օրենքի նախագիծ։ Դա էլ պետք է վերաբերի միայն կառավարության կառուցվածքի փոփոխությանը։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ միլիարդատեր գործարարի ուժեղ Հայաստան կուսակցությունը, եթե նույնիսկ կարողանա մեծամասնություն կազմել խորհրդարանում, Սամվել Կարապետյանից բացի պետք է ունենա վարչապետի մեկ այլ թեկնածու, ով համապատասխանում է սահմանադրության պահանջներին եւ որին նախագահը անմիջապես պետք է նշանակի։ Միայն վարչապետի նշանակումից եւ առաջին նստաշրջանի օրակարգը սպառելուց հետո հաջորդ նստաշրջանում մեծամասնությունը կկարողանա փոխել սահմանադրության 148-րդ հոդվածը։ Փաստացի միայն այս կերպ կարող է Սամվել Կարապետյանը վարչապետ դառնալու հնարավորություն ստանալ։ Այսինքն իրականում նորաստեղծ ուժեղ Հայաստան կուսակցությունը Սամվել Կարապետյանի դեմքով, բայց իրականում այլ վարչապետի թեկնածուով պետք է մասնակցի ընտրություններին։ Եթե մենք հիմա քննարկում ենք այն տարբեր ձևերը, թե ինչպես կարող են տարբեր մարդիկ փորձել իշխանություն բռնազավթել Հայաստանում, դրանք կարող են լինել տարբեր, նայած ում որ ֆանտազիան ինչպիսին կլինի, բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դա թույլ տա։ Երկրի ղեկին հավակնող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը իրավունք չունի լինել վարչապետի թեկնածու, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է։ Մինչդեռ սահմանադրության համաձայն թեկնածուն պետք է վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի լինի եւ վերջին 4 տարում մշտապես Հայաստանում բնակված լինի։ Սահմանադրական այս արգելքը շրջանցելու Կարապետյանների մտադրությունը, որ երեք հնչեցվեց ուժեղ Հայաստանի շնորհանդեսին, Փաշինյանի ղեկավարած ուժը հակասահմանադրական եւ անթույլատրելի է համարում։ Ի սկզբանե սա սահմանադրական խախտում է եւ չի կարող ուղղակի այտենց թղթեր դզելով, գործ սարքելով, ինչ որ իրեն հարմարեցնել պետությունը, օրենքները, տեսեք, մենք հիմա կարող ենք մեծամասնություն ունենք, կարող ենք օրենք ընդունել եւ ասել բոլոր ենթադրենք Սամվել անունով մարդիկ չեն կարող լինել թեկնածու, կարող ենք չէ անել։ Տեսականորեն կարող ենք վերցնել եւ անել դա։ Այսինքն ասել մենք մեծամասնություն կունենանք եւ ոնց կուզենք տենց կփոխենք, որպիսի ռուսաստանցի բիզնեսմենը դառնա ղեկավար, սա լուրջ չէ, էլի։ Եթե ԿՊ-ում հակասահմանադրական եւ անլուրջ են որակում Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու հայտարարելու ուժեղ Հայաստանի որոշումը, ապա խորհրդարանական ընդդիմությունը առայժմ լռություն է պահպանում։ Ռոբերտ Քոչյանի առաջնորդած Հայաստան դաշինքի պատգամավորները այսօր հրաժարվեցին մեկնաբանություններից, պնդելով թե հարցը դեռ չեն քննարկել։